Այսօրվա ես պատգամը, որը ուզում եմ տալ, վերաբերվում է ճանապարհներին։ Եվ այսպիսի մի հետաքրքիր վերնագիր եմ ընտրել, ուր է տանում այն ճանապարհները, որով դու քայլում, ապրում եւ գործում ես։ Այդպիսի վերնագրով եմ ուզում այս պատգամում ես մատուցեմ այսօր։ Ուզում եմ սկսել այն նրանից, որ մեր կյանքի ընթացքում բոլոր մարդիկ անցնում են ճանապարհներ։ Եվ այդ ճանապարհները, եթե յուրաքանչյուր մարդ տարբեր ձևով է բնութագրում իր անցած ճանապարհները։ Ու կախված այդ ճանապարհներից, որ մարդիկ անցնում են, միշտ ցանկացած յուրաքանչյուր անձ ունենում է այդ ճանապարհներին դժվարություն։ Եվ հետաքրքիրը նաև այն մասն է կազմում այդ դժվարության, երբ որ մարդուն հարցնում ես տվյալ անցած ճանապարհի մասին, ինքը միշտ ներկայացնում է, որ այո, ես այս ձևի դժվար ճանապարհ եմ անցել, այսինչ դժվարություններ եմ ունեցել, բայց նաև որ վերջաբանը հարցնում ես, թե այդ ճանապարհները ոնց է ինքը հաղթահարել եւ դուրս եկել, այստեղ շատ հետաքրքիր միշտ պատասխան է ստանում ես այսպիսի պատասխան, որ գիտես, այդ ճանապարհը դժվար էր, բայց ես դրանից դուրս եկա, կարողացա հաղթահարեմ, դուրս եկա։ Բայց այստեղ հարցը վերաբերվում է նրան, թե արդյոք այդ դժվարին ճանապարհը, որ դու անցել ես ու հաղթահարել ես, ճիշտ ձևով ես դուրս եկել եւ ճիշտ ուղու վրա է եղել այդ ճանապարհը, որը որ դու դրանից հետո այդ ընթացքով ճիշտ ընթացքի մեջ ես եղել։ Գիտես, ընդհանրապես մարդու անցած ճանապարհը ու սկսած մարդու ծննդից մինչև մարդու վերջը, վախճանը, մարդը միշտ անցնում է ճանապարհ։ Եվ այդ ճանապարհը, որը որ դու մարդը անցնում է, դա տևում է ընթացք ու ժամանակ։ Եվ այն ընթացքում, որ մարդը անցնում է այդ ճանապարհը, երկրային ճանապարհի մասին է խոսքը, դա վերցնենք մանկությունից, պատանեկան տարիներից, դպրոցական, ուսանողական, ամուսնական եւ այդ բոլոր ընդհանուր կյանքի ճանապարհները, որ մարդը անցնում է։ Հարցը նրանում է, որ դու ոչ մի անգամ չես կարողանում այդ ճանապարհին հետ վերադառնաս։ Տվյալ ճանապարհը միշտ ունենում է միակողմանի ընթացք, այսինքն one way ճանապարհ է դա։ Եվ այդ ճանապարհը միշտ միակողմանի ճանապարհը դու անցնելով, այդ ճանապարհին դու քո տարիքը անցնում է, ժամանակը անցնում է, փորձ ես ձեռք բերում ու այդ ժամանակի հետ միասին, որ դու անց ես կացնում տվյալ ճանապարհը անցնելով, դու կարողանում ես ավելի կոփվել, հղկվել եւ դառնալ ավելի ճկուն քո որոշումների մեջ։ Բայց այստեղ մենք հարցը նրանումն է, որ եթե մենք կարողանայինք այդ ճանապարհը գնալուց ետ դառնալ, ժամանակը փոխել, դա բավականին մեր համար վերանորոգված արդեն ճանապարհ կլինի եւ այն բաները, որ այդ ընթացքում այդ ժամանակում մենք կատարենք սխալ, կարանք նաեւ այն ուղղել։ Բայց ցավոք սրտի մեր անցած տարիները, ժամանակը ոչ մի բան մենք չենք կարող հետ տալ։ Եվ քանի որ մենք դա չենք կարող տալ, մենք հնարավորության չափով պետք է այդ ճանապարհը անցնենք ավելի ճիշտ մտածված, ավելի ճիշտ ձևով եւ ավելի հնարավորին չափով սխալներ թույլ չտալով։ Ես ինչ մեջբերում եմ ուզում անեմ այս հատվածից, ուզում եմ մեջբերում անեմ Մատթեոս 7:13-14 հատվածները։ Թե ինչ է ասում Հիսուսը։ Մատթեոս 7:13 հատված։ Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը եւ ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ է տանում, եւ շատ են նրանք, որ մտնում են դրանով։ Այստեղ ըստ Մատթեոս 7:13 հատվածի միանգամից
հարցադրումը դնում է նրան, որ նեղ դռնով ներս մտեք։ Մի մտեք լայն դռնով։ Ընդարձակ լայն դուռը տանում է դեպի ճամփան, այդ ճամփան կորուստի է տանում։ 14-րդ հոդվածում ասվում է, որովհետև նեղ է այն դուռը եւ նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանքն է տանում, եւ քչերն են, որ գտնում են այն։ Տեսեք, այստեղ հարցը միանգամից ճանապարհների մասին եւ խոսվում է միանգամից նեղ դռան մասին։ Եվ արդյոք այն ճանապարհը, որոնք որ մենք անցնում ենք լայն դռնով, թե նեղ դռնով։ Այստեղ Հիսուսը խոսում է երկու ճանապարհների մասին՝ լայն դուռ եւ նեղ դռան մասին։ Ցավոք շատ-շատերը ընտրում են լայն դուռը, լայն ճանապարհը, որովհետեւ այդ լայն ճանապարհը բավականին գնացողների համար շատ հեշտ է, ուրախ է, կոպիտ ասած ինչ-որ առանց ինչ-որ խոչընդոտների է, եւ դրա համար մարդիկ հիմնականում ընտրում են լայն ճանապարհը։ Բայց այդ լայն ճանապարհով գնացողները, երբ իրանք արդեն երկար ժամանակ կամ ինչ-որ մի հատված գնում են, երբ որ հանդիպում են արդեն բարդությունների, խոչընդոտների, նրանք արդեն կարծես թե մոլորվում են, կորցնում են իրանց ամեն ինչը, իրանց տիրապետումը եւ չեն կարող հաղթահարել այն խոչընդոտները, որոնք իրանց դեմ առաջանում են։ Որտեւ նրանք ուղղակի պատրաստ չեն այդ խոչընդոտների, որտեւ ընտրել են միանգամից այն լայն հեշտ ճանապարհը, որոնք իրանք ուզում են այս կյանքում իրենց ընթացքում իրանց տևողության ժամանակ անցկացնել ու հեշտ ճանապարհն են ընտրում։ Իսկ ճշմարիտ ճանապարհը դա Հիսուս Քրիստոսի կողմից ցույց տված ճանապարհն է։ Հենց այդ նեղ ճանապարհն է, որ Հիսուսը մեզ հետ ուզում է անցնի եւ այդ նեղ դռներով, որպեսզի մենք կարողանանք իր հետ այդ ժայռոտ, քարքարոտ, ոչ հարթ խոչընդոտները Հիսուսի միջոցով մենք կարողանանք դա հաղթահարել։ Հիսուսը նույնպես անցել է այդ ճանապարհներով եւ այդպիսի ճանապարհներով անցնելով է, որ իր կողմից բոլոր այն մարդիկ հավատացյալները նույնպես պետք է անցնեն այդ ճանապարհով, ինչ որ անցել է այդ դժվարություններով, որոնք անցել է Հիսուսը, բայց Տերը միջև վերջ Հիսուսն ասում էր, որ Տերը միջև վերջ իր հետ է եւ այդ ճանապարհը ինչքան է որ դժվար է լինի, նա մեր համար հաղթահարելի է։ Հիսուսն ասում է. Ես եմ ճանապարհը, դա այն է, որ ամեն բան ես եմ։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եվ եթե մեկը դուռը թակի եւ ներս մտնի, ես նրան կուղեկցեմ այդ ճանապարհը։ Դա է ճշմարիտ ճանապարհը։ Տեսնում ենք այս բոլոր ճանապարհները, եթե դու լինում ես Հիսուսի հետ եւ Հիսուսի ուղեկցությամբ, այն բավականին շատ ջուրին է մեր համար եւ դու ուղղակի շեղվելու կամ ինչ-որ դժվարությունների չկարողանալու կամ ինչ-որ մի պատնեշ չհաղթահարելու ոչ մի խոչընդոտ չունես։ Եվ կյանքի իրական ճիշտ ճանապարհը ցույց տվողը դա Հիսուսն է եւ նրա միջոցով դու պետք է այդ ճանապարհը ընտրես եւ կարողանաս բոլոր այդ ճանապարհները հաղթահարել ճիշտ ձևով։ Դու կարող ես դժվարությունների հանդիպես, լինում է, չէ, որ հավատացյալների մեջ տվյալ ճանապարհով դժվարությունների են հանդիպում, բայց ուզում են փոխեն այդ ճանապարհը, այսինքն դեպի նեղ ճանապարհը իրանք փոխում են դեպի լայնի, որովհետև ավելի հեշտ չեն դիմանում դժվարությանը, բայց նորից եթե դու այդ ճանապարհին քո ուղեկցողը լինում է Հիսուսը, դու լինում ես ավելի կայուն, ավելի անձեռնամխելի եւ այդ բոլոր ճանապարհների հաղթահարողը լինում ես դու Աստծո միջոցով։ Կարող անգամ դու ուրախությունով ընդունել ես Հիսուսին, բայց երբ դժվար ճանապարհին հանդիպում ես, սկսում ես ընտրել նորից լայն ճանապարհը, բայց վստահաբար ես կարող եմ ասել, որ այդ լայն ճանապարհից մեկը
այն մարդը, որ արդեն իր մեջ ունեցել է Հիսուսին, նա նորից հետա գալու այն ճանապարհը, ինչը ուղեկցում է, ինչը մեզ ուղեկցում է Տերը։ Այստեղ ընտրել եմ մի հատ շատ հետաքրքիր Սաղմոս, որը նույնպես վերաբերվում է ճանապարհին, Սաղմոս 119 1-ից 8-րդ կետերը։ Սաղմոս 119 Երանի նրանց, որ ամբից ընթացք ունեն, որոնք Տիրոջ օրենքի մեջ են քայլում։ Երանի նրանց, ով պահում են նրա վկայությունները և ամբողջ սրտով փնտրում են նրան։ Եվ անօրենություններ չեն անում, այլ նրա ճանապարհով են քայլում։ Դու հրամայեցիր, որ զգուշությամբ քո պատվիրանները պահենք, երանի թե ճամփաները ուղղվեն քո կանոնները պահելով։ Այն ժամանակ չեմ ամանչի և անկնածանքով մոտենում եմ քո բոլոր պատվիրաններին։ Գոհությամբ եմ մատուցելու քեզ ուղիղ սրտով, երբ սովորեմ քո արդար դատաստանները։ Ես պիտի պահեմ քո կանոնները, ինձ մեկ ընդմիշտ մի լքիր։ Գիտեք, այս Սաղմոս 119-ի մեջ ես բառերի վրա շատ մեծ ուշադրություն եմ դարձրել Սաղմոս 119-ի մեջ ու այն բառերը, որոնք ուզում եմ ես ընթերցեմ, շատ էական նշանակություն ունի ճանապարհների հետ կապված։ Ամբից ընթացք։ Եթե դու ճանապարհ ես անցնում, դու ընթացքի մեջ ես, այսինքն շարժման մեջ ես։ Երկրորդի մեջ նշվում է Տիրոջ օրենքի մասին։ Ճանապարհ, օրենք, մեկը մյուսի հետ բավականին կապված են։ Վկայության մասին անօրենություններ բառն է օգտագործվում ճանապարհի այդ Սաղմոսի մեջ, զգուշություն, պատվիրաններ, կանոններ։ Տեսեք, ինչքան բառեր է օգտագործվում Սաղմոս 119-ի մեջ։ Ես ուզում եմ մի փոքր թեմայից, այսպես ասած, մի փոքր շեղվեմ ու ճանապարհների մասին, որպեսզի այս բառերը ընդգրկեմ ճանապարհների վերաբերյալ։ Տեսեք, ճանապարհները, երբ որ դու ավտոմեքենա ես վարում, այս բոլոր բառերը, ինչը որ գրված է Սաղմոս 119-ի մեջ, դու պետք է դա լրիվ օգտագործես։ Օրենք, ամբից ընթացք, վկայություն, պատվիրանները առայժմս մի կողմ դնենք ճանապարհի, հարցը ընդհանուրի մասին է վերաբերվում, կանոններ, նշաններ եւ այդ բոլորը։ Գիտես, հետաքրքիրն այն է, որ եթե դու երբ որ ես ուսումնասիրեցի նաեւ Սաղմոսների ընդհանուր երբ է գրվել Սաղմոսները ու կապը նաեւ հաստատեցի մեր այսօրվա երթևեկության ճանապարհների հետ, հետաքրքիր փաստեր իհայտ եկան, որ Սաղմոսների հետ կապված Սաղմոսները դեռևս գրվել էր մեր թվարկությունից առաջ 1000-ից 400,000 դարերի ժամանակ։ Դա Սաղմոսները, որ այն ժամանակ արդեն այս բառերը գրված են եղել։ Իսկ ինչ վերաբերվում է ճանապարհների նշաններին, կանոններին, ինձ հետաքրքրություն արտահայտեց, ասացի մի հատ հետաքրքրենք, տեսնենք այդ նշանները որ թվականից է եղել մեր ճանապարհներին։ Պարզվեց, որ 1890-ական թվականներից առաջինը Ֆրանսիայում եւ Եվրոպայում է դրվել ճանապարհային նշան, օրենքների նշան, թեքությունները, որպեսզի մարդիկ շատ արագ չթեքվեն տվյալ մասին, առաջին նշանը այդպեսին է եղել, հետո 1910, 20 եւ 26 թվականներին այն զարգացել են, սկսել են ճանապարհները զարգացնել։ Հիմա տեսեք, եթե մենք կապ ենք հաստատում մեր Սաղմոս 119-ի հետ, արդեն իսկ Աստվածաշնչում, Սաղմոսների մեջ գրված է այն օրենքները, որ մարդը պետք է կատարի։ Իսկ եթե մենք սրան ավելացնում ենք այս բոլորին նաև այն, որ կանոնները պահելով ու Աստծո պատվիրանները պահելով, Հիսուսին մենք մեր մեջ ունենալով, դա նշանակում է
Այն ճանապարհները, որ մենք անց ենք կացնում, որոնք անցնում ենք, մենք երբեք չենք հանդիպելու ոչ մի խոչընդոտի։ Եվ այդ խոչընդոտները մեր համար լինելու են միշտ անվտանգ։ Նորից կրկնեմ, որ բառերը օրենք, անօրություն, զգուշություն, կանոններ պահելը, եթե մենք բոլորս այդ ավտոմեքենան վարում ենք եւ չունենանք այդ զգուշության նշանները, չպահպանենք այդ օրենքները, ուրեմն հաստատ մենք չենք կարող ավտոմեքենայով տեղ հասնել եւ վթարի կենթարկվենք, իսկ լավագույն դեպքում դա վթարն է, իսկ վատագույնը վթարի ծանր հետևանքները։ Գիտես, այսպեսից դու կարողանում ես եզրակացություն անել, որ արդեն իսկ մեր Հիսուս Քրիստոսին մեր մեջ ունենալով այն ճանապարհները, որ մենք անցնում ենք Հիսուսի ուղեկցությամբ, վստահ ենք, որ մենք ունենալու ենք այնպիսի ճանապարհ, որը մեզ չի տանելու փորձության, այլ տանելու է մեզ հավիտենական կյանքի։ Եվ մենք հավատացյալներս պետք է պահենք այդ կանոնները, ինչպես Սաղմոս 119-ը գրած, որ Տերը մեկն միշտ լինի մեր հետ, մեր կողքին եւ անվտանգ կարողանա մեզ ուղեկից լինել մեր ցանկացած անցած ճանապարհներին։ Այն ժամանակը ու այն ճանապարհը, որ մենք բոլորս անցնում ենք, թող միշտ Աստված օրհնած բարեհի, անվտանգ լինենք եւ մենք մեր իսկ Աստծո պատվիրանները կատարելով մենք կարողանանք այդ ճանապարհները մեկն միշտ ուրախ, զվարթ եւ հեշտությամբ կարողանանք անցկացնել։ Աստված օրհնի մեզ բոլորիս։